միջազգային հարաբերություններում միջպետական հարաբերությունները հենց դրանից էլ կազմված են, երբ որ երկրները մյուս երկրների առաջ ձևակերպում են իրենց հետաքրքրող հարցերը։ Հիմա դուք ասիկ պահանջ, որտեղ է արձանագրված այդ պահանջը։ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը։ Այդ հանրաքվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետքա հանրաքվե լինի եւ հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են այդ կիսում են այդ տեսակետը եւ ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհանուր միջև Եվրոպական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը։ Նկատի ունեմ, գիտեք, ընդհանրապես եթե նկատել եք կամ պետք է նկատենք, միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները եւ հավասարակշռման եւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ այս դեպքում հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք մի դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը, մյուս կողմից տեսեք վերջին տարիներին մենք ռազմավարական համագործակցություն ենք սահմանել, ստեղծել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Նիդերլանդների հետ եւ էլի Ղազախստանի հետ, դրանով արտահայտվում։ Նախկինում այսպիսի բան չկար, նախկինում մենք միայն մի ուղղությամբ ունենք ռազմավարական համագործակցություն, հիմա մենք բազմաթիվ ուղղություններով ունենք ռազմավարական համագործակցություն։ Օրինակ պաշտպանության ոլորտում ո՞նց է արտահայտվում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Արտահայտվում է նրանում, որ մենք նախկինում ռազմատեխնիկական ոլորտի մեր համագործակցության 85-90%-ը մի ուղղությամբ էր։ Հիմա մենք տասնյակ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցություն ունենք եւ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ դուք դա տեսաք։ Այնտեղ կային, ես թիվը ասել էի, կարծեմ 7 երկրի արտադրությամբ զորահանդեսին մենք սպառազինություն եւ տեխնիկա ենք ցույց տվել։ Եթե հիմա դուք արխիվից հանեք նախկինում Հայաստանում տեղի ունեցած զորահանդեսների տեսագրությունը եւ կամ ինֆորմացիան, կտեսնեք, որ այնտեղով 90%-ով մի, եթե ոչ ավել, մի երկրի արտադրության տեխնիկա է ցուցադրվել։ Սրա մասին է խոսքը։ Եվ նաեւ դա տնտեսական ոլորտում պետք է արտահայտվի եւ այնտեղ որտեղ արտահայտել է դա, հասցրել է արտահայտվի, մենք ակնհայտ հաջողություններ ունենք։ Այնտեղ որտեղ ոչ, ակնհայտ է այդ հավասարակշռումը չիրականացնելու հետևանքները։